բայց քանի որ մեր լսարանի մեծ մասը քաղաքասարակությունից է եւ գիտեմ, որ իմ գործընկերներն ինձ չների, եթե այս հարցն էլ չտամ, պետքա ուղեմ այս մեր քննարկման համատեքստում ինչպես եք պատկերացնում համագործակցությունը հայաստանյան քաղաքասարակության հետ, որովհետև հայտնի է, որ Հայաստանի քաղաքասարակությունը կարող ուժ է այս հետ անկախացումից ի վեր անդադ կարևոր նախաձեռնություններով եւ իր կարողություններով եւ իր քննադատական կառուցողական նաեւ կտրուկ ձայնով շարունակաբար հանդես է եկել խնդրեմ կուզեի որ նաեւ այդ մասին խոսեինք Շնորհակալ եմ 2-3 րոպե Շատ լավ, մենք պատկերացնում ենք, որ եւ ցանկանում ենք, որ լայվի այդ համագործակցությունը, բայց դրա համար շատ կարեւոր է, որ ռազմավարական հարցերի շուրջ մենք ռազմավարության շուրջ մենք ընդհանուր տեսլական ձևավորենք, որովհետեւ շատ դեպքերում այդ համագործակցությունը, գիտեք ինչ, այդ 20, 22, 20, 21, 22, 23 թվականներին այդ համագործակցությունը չի ստացվել, ինչի, որովհետեւ ըստ էության կառավարության մոտ սոցիալ հոգեբանական տրանսֆորմացիայի շրջան ա եղել եւ մենք այս ինչ որ նոր ասցի այդ վերաձևակերպումների, վերագնահատումների փուլում ենք եղել եւ մենք Հայաստանում ընդհանրապես կարծում եմ եւ հասկանալիորեն առաջնորդել ենք այդ process-ը եւ հաջորդին մենք արդեն սկսել ենք եւ հանրության եւ քաղաքացիական հասարակության հետ կիսել մեր տեսլականը ինչա տեղի ունենում եւ ինչի համար է տեղի ունենում եւ դա հեշտ process չի եղել հիմա փառք ասում ենք մի իրավիճակում ենք եւ շատ բաներ որ ես հիմա ասում եմ 3 տարի առաջ մենք բարձրաձայն դա չէինք ասի որովհետեւ դրանք աշխատանքային եւ նույնիսկ մենք էլ մտածում ենք այս ճիշտ ենք մտածում այս ամեն ինչը որ մտածում ենք եւ այդ process-ը կար ես հիմա Եվ ես կարծում եմ, որ պետք է հնարավորինս ընդլայնել այդ համագործակցությունը, այո, ձեր նշած հարցերի ավելի խորքային բազմակողմանի դիտելու քննական եւ քննադատական դիտանկյունից դիտելու, բայց ինչքան էլ դուք ասցիք եւ մենք այդտեղ հիմա նույնիսկ ինստիտուցիոնալ որոշումներ ենք կայացնում, կառավարությունում, վարչապետի աշխատակազմում, ներառական կառավարման տրամաբանություն եւ մենք մտածում ենք թե այլ ինչ կարող ենք անել։ Ես ուզում եմ միանշանակ եւ աներկբա ասել, որ այդ ոլորտում կառավարությունը ունի բացարձակապես ոչ մի սահմանափակում։ Այսինքն խնդրում եմ իմ ասածը ձև եւ չափազանցություն չդիտարկել, բացարձակապես որևէ սահմանափակում մենք չունենք, որովհետև մենք ինքներս էլ մեզ օրգանական կապի մեջ ենք զգում քաղաքացիական հասարակության հետ։ Բայց ես չեմ կարա երկու թեմայի չանդրադառնամ, պարոն դեսպանը անդրադարձավ ավիացիոն սև ցուցակի խնդրին եւ այդ կապ ունի քիչ առաջ իմ նշած ստանդարտի թեմայի հետ, որովհետև այսօր մեզ ասում են, լսեք, բա ասում եք Եվրամիության հետ լավ եք, գալիս եք, նկարվում եք, ամբողջ օրը Բրյուսելներն, բա այդ հարցը չեք կարողանում լուծել, բա կարողա ճիշտ չեք մոտենում եք, սիրելիներս, ստանդարտի հարցը հասկանում եք, ստանդարտի հարցը, պետք է աշխատել այլ կերպ, այդ հազար ներողություն, այդ բանը մեր իմացած այդ սովետական այդ ձևերը, որ բա չենք կարող մի բան անենք, մի բան լինի, բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի եւ մոտեցումների ստանդարտը փոխելն է։ Եվ ստեղ ես անկեղծ ասեմ, շնորհակալ եմ Եվրամիությանը, որովհետև եթե այդ սև ցուցակը չլինի, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի, որովհետև Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, չգիտեմ, խնամի, քավոր եւ այլն, հենց եվրոպական ստանդարտն է դա, որ լսեք կապ չունի ով խնամինա, ծանոթնա, բարեկամնա, այդ ինքնատիռը պետքա թռնի եւ վայրեջ կատարի, հասկանում եք, պարզ բան պետքա թռնի եւ վայրեջ կատարի, եւ դրա համար պետքա լինեն որոշակի բաներ, ինդիկատորներ, որ համոզիչ որոշակի համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է, իջնելու է։ Այսինքն մենք ուզում ենք անընդհատ խնդիրը լուծենք այլ կերպ։ Եվ սա շատ կարևոր, էլի ստանդարտի հարց է։ Կունենանք այդ ստանդարտը, այսինքն չեմ հարցնում, կունենանք այդ ստանդարտը, բայց խնդիրը մեր մեջ է, Եվրամիության մեջ չի։ Եկեք ընդհակառակը Եվրամիություն հենց այդ է հնարավորությունը, որ Եվրամիությունը
մեծ ավելի լավ տեսնում, ասում անկերներ, գիտեք, դուք այստեղ խնդիր ունեք։ Ուզում եք լուծեք, չեք ուզում մի լուծեք, ոչ մի խնդիր չկա, բայց ես չեմ թույլ տա, որ իմ բնակավայրերի վրայով թռնի ինքնաթիռ, որը չի անպատասխանում, կամ իմ քաղաքացիները եւ այլն եւ այդպես շարունակ, որը շատ նորմալ մոտեցում է, եւ առաջինը մենք պետքա դա ասենք։ Եվ այստեղ նեղանալու ոչ մի բան չկա, եւ սա օգնում է մեզ որոշումներ կայացնել, եւ իհարկե մենք անհամբերությամբ սպասում ենք եվրոպական քաղաքական համանքի գագաթաժողովին Հայաստանում եւ հարգելի դեսպանները ներկա են, ես իհարկե իմ գործընկերներին տարբեր առիթներով անձնապես եմ հրավիրել, բայց մենք ակնկալում ենք ամենաբարձր մակարդակի մասնակցություն եվրոպական քաղաքական համանքի գագաթաժողովին եւ իհարկե նաեւ Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովին ենք սպասում, որի հետ կապված պայմանավորվածությունները նույնպես ձեռք են բերվել։ Ես ինչի համար եմ ասում, տեսեք 2025-ը այդպիսի շատ ծանրակշիռ շրջադարձային տարի է, բայց համոզված եղեք 2026-ը պակաս շրջադարձային տարի չի լինելու։ Շնորհակալություն։